Բարև ձեզ հարգելի հետևորդներ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել են քաղաքագետ Խաչատուր Սողոմոնյանին։ Բարի գալուս մեր տաղավար։ Բարև Արսեն ջան, շնորհակալ եմ հրավերքի համար։ Երկար սպասված հյուր ես, ասեմ իմանաս, ես սպասում էի զարգանալ նենց մի հատ իրավիճակ, որտեղ ամբողջական կլներ իմ հարցերիս փունջը, որովհետեւ ոչ թե ասենք հետո կնայենք ոնց կլինի, այլ ներգապային արդեն կարանք որոշակի վերլուծություններ անենք։ Ավելի հաղթած վիճակ կլեր։ Խաչատուր ջան, Խաչիկ ջան, արի սենց էլի ցավական, տնական, Խաչիկ ջան։ Այո։ Նախ առաջինը ես կուզենամ սկսեմ մի բանից, որ դու ժամանակին 18 թվականին աջակցել ես ՔՊ-ին, աջակցել ես այն շարժմանը, որ կար ընդդեմ նախկինների, աջակցությունն եղել է հետևյալ կերպ. դու գլխավորել ես նախընտրական շտաբ ՔՊ-ի պատգամավորը, տեխնաձու Նիկոլայ Այ դե իս մի հատ ինձ ասա Բաղդասարյանի ինչ սկզբունքներով եւ ինչ ստացվեց, որ դու հետո հասկացար, որ էսի այն չի, ինչ որ դու ինչու հետևից որ դու գնում ես։ Կարամ վառ օրինակ բերեմ, ոնց ինձ մոտեցան այդ հարցին։ Ես դու պարզ գիտես, որ ինձ հեթանոս հայ եմ համարում, ներկայացնում, այդ առիթով ես ինչ որ միտեղ ժամանակի վատնում էի համարում 10 տարիից ավել եկեղեցու պատմություն դպրոցում սովորացնելուն, էդի օգտագործեցին, որ ես էլ ինչ որ միտեղ իրանք էլ են այդ գաղափարին, բայց շտաբի աշխատանքի ընթացքում ավելի հենց դրամահավաքների ժամանակ, երբ որ ես տեսա, որ մեծ մասամբ գումարներ են տալի աղանդա պաշտերը, ես հասկացա, որ այո, ես ինչ որ իմ հայկական, հեթանոսական գաղափարներից ունեմ այդ խնդիրը, որ ուզում եմ իմ երեխեն, այո, եթե հայ եկեղեցի է սովորում, պրոբլեմ չկա, թող նա էլ սովորի։ Հավասարաչափ հերթականությունով, բայց երբ որ հասկացա, որ սրանք մեր եկեղեցու դեմ են իրանց աղանդների պաշտպանելու կամ տեղ տալու, տեղանելու, այդ օրվանից հիասթափվա իրանցից, հասկացա, որ խաբնվել եմ, օգտագործել են ինչ որ դրվագ, որ իմ համար սրտիս մոտիկ է իրանց խոսակցականի, առանց միջև վերջ ինձի կարտերը բացելու։ Բայց այն շտաբը, որը դու գլխավոր ես, դուք հաղթել եք։ Մենք հաղթել ենք, Նիկոլայ Բաղդասարյանը այո ընտրվեց ազգային ժողով 18 թվին։ Խաչիկ ջան, բացի կրոնական այդ սկզբունքներից, ինչպիսի սկզբունքներ են, որ այլևս ՔՊ-ն իշխանությունները խախտում են ազգայինի հետ կապված։ Դու միշտ նշում ես մեր այդ հաղորդումների ժամանակ, որ ցույց տվեք մեկ կետ, որտեղ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը, իր իշխանությունը ազգային ժողովի հետ մեկտեղ ինչ որ ազգային բան արել։ Խնդրում եմ մի քիչ մանրամասները բացեք։ Այո, հարցը հենց դրանումն է, որ պոլիտիկան հենց բանա չի կարա բոլորին մի մարդ դուր գա, որովհետև ծայրահեղ իրար հակասող գաղափարախոսություններ կան, դրա համար ես նենց չէի ակնկալում, որ բոլորի հետ պոլիտիսկի իմ հայացքները պետք է համընկնի, նույնիսկ նույն թիմ լինելով, բայց իմ մեջ, քանի որ 13-14 տարեկանից Ամերիկայի եմ մեծացել, Սփյուռքում ազգայինը ծնողներիս կողմից նենց արմատապես է դրվել, որ ինչ հայացք էլ դու պոլիտիկ ունենաս, կլինի դա ծայրահեղ կուսակ կոմունիզմից մինչև ամենա լիբերալ դեմոկրատիան, կարևորը չկպնի իմ ազգային գաղափարին։ Այ ես հիասթափվա բացի ընդամենը դրվագ էր կրոնական աղանդապաշտերի հարցով, ես հիասթափվա, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ոչ մի բան կոչ եմ արել, հիմա էլ թույլ նույն կոչը անեմ, նշեք գետ մի բան, որ նրանք արել են, որը ազգային է։
Ինձ այդ հարցին պատասխանել են, փորձել են պատասխանել ոչ հիմար մարդիկ, բայց պատասխանի մեջ խոսք է գնում ասֆալտի մասին, կլուբնիկի մասին, չգիտեմ ինչ ստվերից անելու մասին, բայց մարդիկ պատասխանում են ու ազգային ոչ մի բան չեն նշում ու ցավում են, որ իմ տարիքի մարդիկ, ոչ քո տարիքի ազգային բառը վերջում ինձ մի հատ էլ հարցնում է, բա ազգայինը որն է, ես որ իրան ասում եմ, եղբայր, կլուբնիկը մեր եզդի աղբերներն են ծառայում, մեր հետ ուտում են, նույն ճանապարհը, որ այսօր գցել եք ասֆալտը, հնդիկն էլ է օգտվում Հայաստանում ապրող, ազգային բան չկա։ Թույլ մի հատ հագան ասեմ, իսկ կարամ ասեմ հագազգային, օրինակ 3 հատ 4 հատ բան նշեմ, որ արելա կպեն, ես նշեմ։ Կարաս, կուլտուր ասածս միջև վերջ տանեմ, հրաժարվել է ասածս միջև վերջ տանեմ, ցեղասպանություն հարցից հրաժարվել է։ Նույնիսկ եթե ինձ մեկը կարենա նշի ինչ-որ մի հրաշք բան, որ ես չեմ կարեցել գտնեմ, որ արել են այս մարդիկ ազգային, այդ նշածը եթե գտնեք տենց բան, ասել եմ, մինիմում 10-ից 20 հատ ապազգային կարող եմ ես շեշտել եւ հիմնավորել։ Այսինքն դրա մեջ մտնում է քո ասած մեր Մասի Սարի խնդիրը մոռանալը, մեր նորից հայոց պատմությունը Հայաստանի պատմություն, ով որ հասկանում է մեր հայերեն լեզուն շատ մեծ տարբերություն է դա, դու պատմությունը ջնջում ես, դու սկսում ես 0 կետից, դառնում ես հավասար հարևան Ադրբեջանին Կոկա-կոլայի պատմություն։ Խաչիկ ջան, մի հատ sense մի քիչ բան հարց տամ էլի քեզ։ Այդ որ դու 20 հատից ավել կարաս նշես ապազգային, այսինքն ազգին դեմ, ո՞նց ես մտածում, դա միամտության, ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, թե սա ծրագիր է։ Ոչ, ծրագիր է։ Եվ միշտ էլ ասել եմ, եթե ձգտում ենք դեպի արևմուտք, արևմուտքում իշխում է գլոբալիստական ուժերը, գլոբալիզմը ինքնըստինքյան ազգայինի հակառակ կողմն է։ Գլոբալիզմը խոսում է նույն կոմունիստների պես ինտերնացիոնալիզմից, կվոտաներով Եվրոպայում, Ամերիկայում միգրանտներ ընդունելուց, ազգերին խառնելու մասին է խոսքը։ Այսինքն չպետք է լինեն ազգություններ, պետք է լինեն քաղաքացիություններ։ Եվ այսօր այդ խնդիրն էլ կա, եկեք դա էլ շոշափենք։ Աշխարհով մեկ գաղափարը նացիոնալնես, ազգությունը փոխարինվել է քաղաքացիություն բառի հետ, եթե դու կրում ես այսին երկրի պասպորտ, դու արդեն այդ ազգի ուր մնաց դենկան, դենտեն, ուր մնաց չէ, քո պապերի պատկանելությունը տվյալ ազգի, այսինքն նույն մարդը կարա պապը լինի սովետական նացիոնալնես, տղեն լինի հայկական նացիոնալնես, թոռն էլ ծնվի արևմտյան Ադրբեջանում ունի արևմտյան ադրբեջանցի, դա աբսուրդ։ Չեմ կարում մերվեմ ես այդ գաղափարի հետ։ Ու ինքը խաբեբայություն է, որովհետև ազգություն բառը կոնկրետ նշանակություն ունի, բառարաններում, էնցիկլոպեդիաներում բացատրված դարերով բառ է, դա քաղաքացիության հետ կապ չունի։ Տվյալ երկիրը կարա հարյուրավոր ազգության քաղաքացիներ ունենա։ Լավ, հետ գանք մի հատ իմ հարցից, Խաչիկ ջան։ Ինչ են, եթե դուք ասում եք, որ դա ծրագիր է, ապա այդ ծրագիրը ինչու՞ն է տանում, ինչի են ուզում վերածել Հայաստանի Հանրապետությունը, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը ուզում են որ չլինի։ Ուրեմնս, եթե խոսքը գնում է որպես գաղափարախոսություն գլոբալիզմը, այսինքն ազգությունների ոնց ասեմ հայերենով իրար խառնել, Հայաստան ամենամեծ թիրախներից մեկն է, մեզնից ենքով մեկ էլ ինձ թվում է Ճապոնիան է, որ մոնոէթնիկ կարելի է կոչել։ Միգուցե արդեն ոչ, բայց Հայաստանը ձգտելով
ասելով, որ մենք ավելի եվրոպական արևմտյան արժեքներ, բայց մոռանում ենք, որ այդ արժեքները Եվրոպայում նույնը չեն, ինչ որ պատմականորեն առաջ էին։ Նրանց արժեքները այսօր կրկնում եմ հիմնված չեն ոչ մի ազգային գաղափարախոսության վրա։ Նրանց արժեքները ընդհանրապես կապ չունեն։ Կարա երկրի ղեկավարը ոնց որ Ուկրաինայում լինի, ոչ ուկրաինացի, այլ հրամարդ։ Մյուս իրանք ազգությունները խառնում են Բայց իրար Խաչիկ ջան, գլոբալիստներ։ եթե իրականության մեջ գանք, մենք ունենք Հայաստանում նաև եզդի եւ մնաց ուրիշ ազգի ասորիներ, այնտեղ մալականներ, շատ ազգի ներկայացուցիչներ, որոնք իրանք մեր հետ հավասար է, իրանք հայրենիքն է, մեր հետ հավասար պայքարել են։ Իրանք եթե եզդի վարչապետ մեկ ունենանք, օրինակ ես ված չեմ զգա։ Նայ, ես երբեք ված չեմ զգա, ընդհակառակը այսօրվա պարագաներում այսօր իմ եզդի աղբերները ավելի հայ են իրանց պահում, քան թե ոմանք, որ իրոք Այդ տարանջադումը ոնց կարանք անենք, այդ մոնոէթնիկը հասկացանք, բայց ես սենց կարամ ասեմ, այն մարդիկ, ովքեր Հայաստանը կհամարեն իրենց հայրենիքը, ովքեր ցույց կտան գործով, որ իրենք պատրաստ են զոհության գնալ այս պետության հայրենիքի համար, հա, այսինքն իմ համար հեչ կապ չունի, ես նորից եմ կրկնում, ես դինգերներ ունեմ 100 հատ կարող է հասկանալի լինի, այդ հայ կոչեցյալների ճակերտների մեջ ես իրան չեմ փոխի, հենց հայկական գաղափարախոսության մեջ կարամ նույնիսկ անուններ չեմ ուզում տամ, հենց նույն TikTok-ում եզդի մարդը ավելի իրան ազգային հայա պահում, քան թե շատ լավ, մենք համացանցին մի քիչ հետո կանդրադառնանք, բայց Խաչիկ ջան, կհասկանաք ինչ եմ ասում։ Տեսեք, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը ունեցավ ընտրություններ։ Ինչպիսին էին այդ ընտրությունները, արդյունքը սենց ասած ամեն մարդու համար ընդունելի չէր։ Իմ համար ընդունելի չի այս ընտրությունները որպես լեգիտիմ։ Դա իմ կարծիքն է։ Ես ունեմ հիմքեր դրանք դենց կարծելու։ Թե ընդդիմության կողմից, թե իշխանության կողմից շատ բազմակի խախտումներ են եղել։ Ես չեմ ընդունում խախտումը որևիցե մեկի կողմից։ Ես ընդդիմադիր լինելով չեմ ընդունում նաև այն ինչ որ ընդդիմությունն արեց։ Հիմա հարցս հետեւյալն է։ Ունենք այն ինչ որ ունենք զորբայությամբ այսօր իշխանություն ձևավորող Նիկոլ Փաշինյան, որը զորբայության արդյունք է։ Արևմուտքի կողմից ծափահարություններ, արևմուտքի կողմից բիրտ միջամտություն այս ընտրություններին ու հարցս հետեւյալն է. չշնորհավորեց Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը։ Ինչու հենց Չինաստանն ու Ռուսաստանը ինչու մասին է խոսքը։ Ես չեմ մտածում, որ դա Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեցին։ Իրանք չշնորհավորեցին արևմուտքի արած գործողությունը։ Ես ճիշտ եմ հասկացա։ Դու լրիվ ճիշտ ես ասում եւ ինձ ճանաչելով այս քանի տարի մեր շփումներից, դու գիտես, որ ես դեմոկրատիան չեմ ընդունում, չեմ համարում ճիշտ կառավարման մեթոդ։ Ես համարում եմ, որ դեմոկրատիան դա երկու գալ եւ մի հատ ոչխար նստած որոշում են այսօր ինչ են ուտելու, պարզաում են ուտելու։ Չինաստան, Ռուսաստանը չշնորհավորեցին, այո, որովհետև իրանք էլ շատ լավ հասկանում են այս դեմոկրատիայի մեթոդները ի նկատի ունեմ, որ ինքը անուննով է միայն դեմոկրատիա, բայց երբ որ դու արդեն մենք ընտրում ենք ազգային ժողովի անդամ, իրանք են ընտրում ղեկավար, ուրեմն ես ոչ մի գործ չունեմ որպես քաղաքացի ղեկավար ընտրելու մեջ, ընտրելու են այդ 100 քանի հոգին, ուր մնաց դեմոկրատիան, որտեղից է սա գալի, հենց նույն բնորանից դեմոկրատիայի ԱՄՆ-ից, ԱՄՆ-ում ընտրությունները պոպուլյարնի ձայնը անցկացնում են, ոնց որ թե որոշում են ով հաղթեց, բայց մի ամիս հետո ամեն նահանգից վիբրշիկներն են հավաքվում եւ որոշում տվյալ երկրի ղեկավարն ով է, այսինքն խաբեբայությունա ծայրից ծայր է դեմոկրատիան։ Ես դրա համար եմ դեմ եղել իրական դեմոկրատիային, որը Հունաստանում էր, որ մարդիկ հավաքվում էին ամֆիթեատրում ու այն մարդիկ, որ այնտեղ խոսք
խոսքի իրավունք ունեին, կարում էին ազատ արտահայտվեին ապագայի հետ կապված երկրի կառավարման, դա է դեմոկրատիան, ոչ թե գնանք բռնենք Չոբանին, որ ինքը իր սարի ոչխարից շատ լավ հասկանում է, որպես մարդ ընտանիքի տեր շատ լավ մարդ է, բայց պոլիտիկայից հեռու է, ու այս մարդուն ասում ենք արի որոշի, արի ձայն տու, սա խաբեբայություն է, դեմոկրատիան դա նայ պիրամիդան ամենակայուն ստրուկտուրն է, մարդկային լինի դա IQ թեստ, լինի դա դպրոցական թվանշաններ, լինի սպորտի մեր հասած չէ բարձունքներ, մաստեր սպորտա, պերվի ռազրյադ եւ այլ բարձր որակը միշտ էլ քանակով քիչ է, այսինքն ուր եմ տանում դեմոկրատիան եթե նույնիսկ իրանց ասած իրական աշխատի, ուրեմն այդ սա բուրգն է, բուրգի կեսից ներքև հաշվենք ավելի քիչ գիտելիք ունեցողներ, կեսից վերև քանի բարձր ավելի բարձր գիտելիք։ Մեջտեղից կիսում ենք, ասեմ մաթեմատիկորեն նույնիսկ քառորդը չի ներկայացնում ամենաբարձր ռեզուլտատների հասած մասան։ Մեծ մասը տակի այդ բուրգի տակի Խաչիկ ջան, ինչու մասին է խոսքը եղբայր, երբ որ այսինքն այդ մարդկանց ԿՊ աջակցողին հարցնում են որ թուրքերը գան ինչ է կանելու, ասում է թե թող գան մորտեն, բայց Նիկոլը պետք է լինի։ Մենք ունենք այն ինչ որ ունենք։ Ես ասեմ շատ ցավոտ հարցի ես մոտենում, ինձ թվում է որ մենք կանգնեցինք պետականություն 100 տարի առաջ մոտավորապես, երբ որ բնակեցրինք, ասինքն Սփյուռքից հայեր բերեցինք, որ Հայաստանում ռեսպուբլիկայի քանակ ունենանք, շատ մարդիկ են եկել, որ Յան ազգանունը օգտագործելով եկան Հայաստան, բայց նրանք գենետիկորեն ուրիշ ազգերի ներկայացուցիչներ են։ Այսինքն դա նույնպես ծրագիր էր։ Այո, ես այսօր պարզ լսել եմ, իհարկե ոչ տետատետ, այլ նույն սոցցանցերով, որ համայնքի ղեկավարը ասում է ճիշտ է, ընդամենը 2000 ընտանիք հրյա ունենք Հայաստանում սինագոգ գնացող, բայց մի 600,000 էլ կրեպտո ունենք։ Եվ դա կարամ համարեմ լեգենդ, բայց երբ որ ես նայում եմ Պարսկաստանում, նույն Լոս Անջելեսում, որ ապրել եմ, քշում ես Լա Սենեգա բուլվարդով, խալում է ճոխ խանութները, անունները բոլորը հայկական յանով վերջացող ազգանուններով, ուրախանում ես, ես ինչ մեր հայերը, մտնում ես Պարսկաստանի հրյաներ են Յան ազգանունով, այսինքն նա միշտ օգտագործվել է, որտեղ իրանք չեն կարեցել ու բացահայտ մտնեն եւ ֆինանսները կառավարեն, նրանք այդ ազգի ազգանունն են վերցրել, ինձնից քեզնից կարող է կիրթ հայերեն խոսեն, բայց ձևեր կա իրանց ճանաչել։ Մի քիչ հերվից կամ նորից Հայաստան, հերվից, բայց Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունը, ես իմ կարծիքը կասեմ, դու ասա, քանի որ դու ավելի շատ մասնագիտացված ես, ավելի շատ խորացված գիտես այդ պատմությունը, հրյաների մասին, որ դու ասեցիր, արդյոք Ռուսաստանի Կրեմլի այսօրվա ղեկավարությունը եւ Ուկրաինայի ղեկավարությունը միասին չեն գործում Խաբատ այդ ոնց են ասում դա սեկտայի ներգործության շնորհիվ, այսինքն սլովանական ազգի ցեղասպանությունը այսօր տեղի ունենում խաբատնիկների կողմից, դա եզրակացություն չի, դա միտք է, որ ես էլ եմ լսել ու տեղիք է տվել ինձ մտածելու, դու էլ դե խորացված ես, դրա համար եմ քեզ հարց տալ, իրանք հենց երկրորդ օրը պատերազմի 23-ի փետրվարի բարեցին ռեստորանում ռուսական դրոշը եւ ուկրաինական դրոշը ոտքերի տակ ծալած, ոտքերի տակ գծած, հիմա հարց եմ տալիս քեզ, քանի որ դա Հայաստանի հետ անմիջական կապ ունի, դու կբերես այդ կապը Հայաստանի հետ, խնդրում եմ պատասխանի, դա ինչքանով է ճշմարիտ, ինչքանով կարա լինի ճշմարտության մեջ։ Այ նույն կորոնշած Ուկրաինայում կար լոզունգ. Кто не скачет, тот москаль։
ճիշտ է, Ըհը։ լսել ես։ Ինչի է այդ խոսքը օգտագործվում։ Մտածել ես երբևէ ինչա դա նշանակում։ Ով Դե չի նշանակությունը թռվռում, նա մասկալ է։ Մասկալ է, Մոսկվա, այսինքն Թռվռալը ինչ նկատի ունեն։ Հա, Մտածել դու ես։ նորից հրյա ազգի Խաբադնիկներից դու ասիր, դու ինձ սկզբից ասիր, ես չէ, հարց բայց եմ հիմա տալիս։ գնում ենք հիմա խաբադնիկների հավաքույտներում նրանց պարելավոճը, որ միայն տղամարդիկ են հավաքում, դա էլ ասեմ, թռվռալն է, они скачут, այսինքն кто не скачет, тот москаль, а кто скачет, тот խաբադնիկ։ Դա է նշանակում, ուղղակի վերջի մասը չի ասվում, հասկացողն է հասկանում։ Ըհը։ Հիմա նույն պարալելը բերեմ մեր այսօրվա քպայականների քեֆերին, թռվռում են այդ մարդիկ, տեսել ես այդ կադրերը, իրանց քեֆերի վաղ, այն հայկականն են պարում, կան մեջները, չեմ ասում բոլորը, բայց այդ թռվռալը տեսել եք, որ հավաքվում են ու թռվռալով են քեֆանում, դա հենց խաբադնիկների մեթոդն է, ոչ մեկ դրա մասին չի մտածել, նույն Ուկրաինան գալիս է այսօր Հայաստան, իրանք այդ խաբադը հնարել են հենց դրա համար, պարտադիր չի դու լինես Աբրահամի ցեղից գենետիկորեն J խրոմոզոմի տեր, կարևորը դու իրանց հետ թռվռաս, այդ թռվռալն էլ մարդու ուղեղ լվալու մեթոդ է։ Այսինքն գլոբալիստներին դուք խաբատի հետ եք կապում ես։ Ոչ, գլոբալիստները գործիք են խաբատի ձեռը, խաբատն էլ գործիքը ավելի բարձրի ձեռը, էդ էլ ասեմ, խաբատը ինքը այդքան չկա, որ ամեն ինչ որոշիչ լինի, խաբատը կրկնում եմ, ինքը հենց այն ինստրումենտն է, որը ամենաուժեղ ուղեղ լվալու ձևն է, օտարներին։ Ինչ է քարոզում խաբատը։ Ուրեմն ոնց ես եմ հասկացել, ինքը յուդաիզմի սեկտա է, ըստ յուդաիզմի խելացի հրյաներ, որոնց ես հարգել եմ, հետները շփվել եմ, մի քիչ քեզ մոդիգաց այդ հետները շփվել եմ, այդ մարդիկ հավատում են նույն բանին, բայց իրանք ասում են, որ Իսրայելը պետք է վերադարձվի ոչ թե զենքի ուժով, այլ պետք է Աստված Պատնոսի վրա, Սինիի վրա Իսրայելը իրանց տա եւ աշխարհի ժողովուրդներն էլ պետք է խնդրեն, որ իրանք կնան այդտեղ ապրեն, ոչ թե Խազարիայի մասին է խոսքը։ Չէ, իրական հրյաների, սեմիտական Աբրահամի ցեղից, դրանց ասում են ավելի, ուրեմն կա աշկենազի հրյաներ, կա սաֆարդի հրյաներ։ Այդ սաֆարդները ավելի սեմիտական են, տեսքով արաբի նման են, նույն չէ որ երկուսն էլ Աբրահամի որդի են։ Աշկենազ հրյաները ինձանից քեզանից ավելի կապուտաչա եվրոպական տեսքերով, ով են նրանք։ Ասում են, որ այդ թափառելու տարիներին եվրոպական արունը խառնվե եւ այլը սուտ, որովհետեւ իրական հրյաները Աբրահամական շատ պատրիարխալն են, այսինքն չեն օտարների հետ ամուսնանում, բայց իրանց ապրես հենց այդ հարցը, իրանց մոտ տենց բան չկա, որ մամայով է որոշվում հրյա լինելը, վառ օրինակ նույն Բիբլիան, այնտեղ չի ասում Սառան սրան ծնեց, ենի նրան ծվեց, այլ ընդհակառակը, եթե կինոն հիշում եք, Նյուլավի միմստիլ, Աբրահամ պաղադիլ Իսակ տղամարդով է, պատրիարխալն է, մայրական կողմից ազգություն որոշելը, դա բնորոշ է թուրքական ցեղերին, քոչվոր ցեղերին, որ քաղաքներում չեն ապրել, դաշտավայրերում, ինչ որ վրանների տակ են ապրել, գնացել են ուրիշ երկրի վրա նաբեգ գրոհելու, մյուս թուրքական ցեղերը իրանց գյուղն է ժամանակավոր գրոհ է իրանց կանանց, դրա համար այդ հայրանունն էլ է իրանցից, դու տիչեյ, Յուրիկովիչ, տիչեյ, չէ, այսինքն նույն կնոջից տարբեր երեխեք տարբեր հայրանուն էին ունենում, դրա համար ազգանուն չկար, հայրանունով էր։ Լավ, Խաչիկ ջան, շատ չխորանանք այդ դետալների մեջ։ Ինչով ես կապում դու Հայաստանի ու Ուկրաինայի, Ռուսաստանի այս իրադարձությունները խաբատի հետ։ Ես հիմա վերջացնում եմ, ուրեմն սիոնիզմով։
Սիոնիզմը, որ եթե կարճ պատասխան ես ուզում։ Սիոնիզմը դա նույն յուդաիզմն է առանց Աստծո։ Ինքը աթեիստի յուդաիզմն է։ Ես այդ ձև եմ պատկերացնում։ Միգուցե իրանք շատերը նորից կպնդեն, որ իրանք էլ են Աստված հավատում, բայց մեծ մասամբ հենց այն նույն եվրոպական աթեիստ հրյաներն են, որ հավատք չէին համարում իրանց պապերինը, բայց սիոնիզմի միջոցով իրանք աշխատեցին նույն նպատակին։ Ինչա սիոնիզմը նկարված է իրանց դրոշակի վրա։ Բեն Դավիթի աստղը, որը իրանցը չի եղել միջև մի քանի 100 տարի առաջ, դա նույնիսկ հայ եկեղեցիների վրա կգտնես, տարբեր աշխարհի շատ տեղեր կգտնես, դա գեոմետրический ֆիգուրա է։ Բայց հիմա ասում են հրյական նշան է, ինքը իրանից նշանակում է что вверху, то внизу։ Բայց միջը տարբերություն կա ինչ որ այնտեղ։ Դե էդի կարելի է, իրար վրա հելած ու մեր հավերժությանն էլ էսյանա պտտում ուրիշ բանա նշանակում, այո, էսյանա պտտում, այդ գեոմետրический ֆիգուրաներ է։ Դա գեոմետրիա է աստվածային, որով Խաչիկ ջան, պոլիտոլոգիայից շատ հեռու չգնանք։ Ինչ կապ ունի դա Հայաստանի հետ եղբայր։ Գլոբալիզացիայի կապը։ Բայց Խաբատը, դու ասացիր, որ Խաբատի միջոցով իրանք պետք է աշխարհում վերացնեն բոլոր ազգությունները, մնա միայն Աստծո ընտրյալ ազգը։ Մենք պետք է չլինենք, վերացնում են տարբեր մեթոդներով։ Ստիպելով քեզ ուրանալ ազգ, մորանալ կրոն, խառնվել ուրիշ ցեղերի հետ, կոտայով բերել քեզի ուրիշ ազգություններ մցնել քո գենաֆոնդի մեջ։ Այսօր Հայաստանը հայոց պատմությունը փոխարինելով Հայաստանի պատմության։ Ինչ կապ ունի աբա այս խաղերը թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Ապրես, լավ հարց։ Այդ նույն աշկենազ հրյաները, խաբատնիկները, Գորսկի եվրեյները, իրանք պատկանում են խազարական խումբին։ Խազարները դա թուրքական խառնուրդ Ջեմալ Փաշայի Քեմալի ժողովուրդ են, որոնք 1000 տարի առաջ, երբ որ Ռուսաստանը ի շնոր հայ իշխանուհու քրիստոնեություն ընդունեց, սրանց Կոգանը, այդ ազգանունը Կագանովիչ Կոգան որ կա, այդ նշանակում է ոնց որ ցար իրանց այդ խազարների լեզվով։ Սրանց Կոգանը դե լինելով всё-таки մեջների խելացին, իրանց վրա նույն ձևի ճնշում է դրվում, ընդունեք կամ պետք է աշխարհը փոխվում է, մոնոթեիզմ է գնում, կամ քրիստոնեություն կամ իսլամ, սա լեգենդա է, հիմա ես չեմ պատմում որպես ընդեղ եմ եղել ու էսի սենց է եղել։ Նշեմ, կանչում է մոտը քարոզիչին գլխավոր քրիստոնեության կրոնի, կանչում է մոտը իսլամի ներկայացուցիչ իմամին։ Եվ ասում է պատմեք ձեր կրոնի մասին, որ ընտրենք որ ճանապարհով ենք գնում։ Պարզա որ եւ քրիստոնյան եւ իսլամը սկսում են պատմել Աբրահամից, Ադամ, Եվան, ման, միջև նոյ օբշի մարդկայինա, բայց կրոնի հետ կապված սկսում է Աբրահամից, այդ սուրբ գրքերի մեջ։ Այդ մարդը ոչ զլելով հարցնում է, ասում է, լավ Աբրահամը քրիստոնյա էր, թե մուսուլման էր, ասում են չէ ինքը հրյա էր, ասում է ուրեմն դու զեհ։ Այո, եւ իրանց մեծ մասամբ ասում են վերխուժկան, էլիտան, խազարական, եւ խազարները մի 200-300 տարի շատ հզոր։ Ուկրաինայում չեն ուզում խազարիա սարքեն։ Հենց այդ են ուզում անեն։ Իրանք աբարոտկա են խլում։ Քրիստոնեությունը օգնեց սլավ քրիստոնյաներին այդ հզորանալը ի հաշիվ եւ խազարների, որտեվ կրկնում եմ Կասպից ծովի, Սև ծովի վերևը այսօր ինչ կոչվում է Խրիմ, Կրասնոդարսկի կրայ, իրանց ձեռքներ եւ մի քանի 200-300 տարի շատ հզոր պետություններ, շատ ուժեղ առևտրով էին զբաղվում։ Ով է Նիկոլ Փաշինյանը եւ այս խումբը։ Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով ընտրվել է այս դերի համար, քանի որ նա իր չեմ ասի մանուկ տարիներից, բայց դեռահաս
երբ որ արդեն ինքը ժուրնալիստ էր, իրա գրած հոդվածներով, գրած գրքով հասկանում ես, որ մի մարդ է, որը իմ ու քոպես ծնողի կաթի հետ ազգային ոչ մի կաթիլ կաթ չի խմե։ Հիմա ազգությամբ ինչ ազգ են եղել, կարանք կռահենք։ Բայց ինքը ասում է, ես եկել եմ, ես ես փրկում եմ մի խապկանքից, օրինակ Արցախը ինքը անվանում է դա մեր ջեբը։ Համաձայն եմ, այո, Իրան նմանները համարում են, որ Նժդեն ֆաշիստ է, ես Իրան լսեմ։ Այս սահմանների մեջ, հա, ես Իրան լսեմ։ գոյատևեք, թե չէ անընդհատ այրուն եք տալու։ Դե հենց գլոբալիստի վախացնելով թելադրելն է։ Ավելին ասեմ, այո, եթե գնանք իր ասած ճանապարհով դեպի արևմուտք, աջակցենք, որ արևմուտքը ամբողջ աշխարհին թելադրի, ինքը լրիվ ճիշտ է։ Մենք կլնենք իզգոյ այդ արևմուտքում։ Այն ինչ որ ընդրություններից հետո բայց չէ որ կա ալտերնատիվ աշխարհ, արևմուտքը այսօր մի 50 երկիր են, որ եկան իրան սատավելու, ապօրինի ձևով, BRICS անունը դի, ինչ ուզում ես դիր, ես 150 երկիր որ ասում եմ, դա BRICS-ը չի։ Ես հիշեցնում եմ 2 տարի առաջ Սի Ցզինփինը Չինաստանում հավաքարեց, 150 երկրի ներկայացուցիչ հավաքվան եւ Պուտինն էլ պատվո հույր էր։ Հիշում ես էդի։ Այդ դա է աշխարհը։ Դուք վեկալել եք 200 երկիր կա ONU-ում, այդ 50-ը որ արևմուտքը ամբողջ աշխարհ է կանվանում, դուք եսի նկատի ունեմ ամբողջ ազգը թելադրողն է այդ 50-ը։ Ասեք թելադրող, մի ասեք աշխարհ։ Տեխնոլոգիական ամենազարգացած։ Բայց դուք օգտագործում եք թելադրող բառը չեք օգտագործում, դուք ասում եք ամբողջ աշխարհը։ Այն 150 երկիրը, որը 5 միլիարդ է, այս 50 երկիր 2 միլիարդը աշխարհն է ձեր պատկերացումով։ Ես պնդում եմ, որ աշխարհը ավելի մեծ է եւ այդ աշխարհը համաձայն չի սրա հետ։ Ես հուսով եմ այդ դուքի մեջ չեմ մտնում։ Չէ, ես ազգիս հետ եմ խոսում։ Տեսեք, Խաչիկ ջան, տեսեք։ Այդ վերադառնանք շնորհավորելուն։ Ինչա տեղի ունենում։ Վլադիմիր Պուտինը չշնորհավորելով ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանին, բայց միառժամանակ առիթ է տալիս Նիկոլ Փաշինյանի գլումիցալները, չգիտեմ այդ հայերեն ոնց է այդ բառնալնում, ձեր առնելու պես, հա, երեք հարցը իրան տվեցին, ասաց ինչի չշնորհավորեց, ասաց չուզեցավ, չշնորհավորեց, բայց մի հատ հարցել ես ձեզ տամ, բա ում է դեր ինքը խոսում։ Բա հիմա ես քեզ հարց տամ, եղբայր։ Պուտինը ում է դեր բա երեք խոսում։ Եթե ինքը չի շնորհավորում, ում է դա։ Նյուրնբերգի դատարանում դատախազները, դատող նույն ֆաշիստներին իրանց հետ խոսում էին։ Որ մեկի հետ խոսում ես դե չի նշանակում որ դու իրան ժամանակ չէ, Խաչ ջան, դատավարության ժամանակ չի, սա երկու երկրների որպես ղեկավարներ Հայաստանի կողմից նախաձեռնված զանգ ա եղել, խոսվել է տնտեսական ուղիների Հայաստանի եւ Ռուսաստանի կապերի մասին, ինչու առանց որևէ ռեզուլտատների։ Ռեզուլտատը կապ չունի։ Բայց միակ ռեզուլտատը իր հետ որպես ում է Պուտինը պայմանա դրե, գնա ռեֆերենդում արա։ Բայց Պուտինն ով է որ պայման դնի։ Չէ, որ ով է ուրեմն չենք ընդհանրապես քննարկում ընդունելա շնորհավորելա թե չէ։ Չէ։ Այն մարդն Սի Ցզինփինն է նույն ձևի, բայց Սի Ցզինփինը չի ասում, չէ, գնա այս ինչ բանն արա։ Դե հերիք այլի իրանք Չէ, Խաչիկ ջան, այս հարցում կարիք չկա որ Փաշինյանի կողմնակիցը չեմ, դու լավ գիտես։ Հա։ Ես ընդդիմադիր եմ, այ ոտքերից ես մինչև գլուխ սենց օբշի իրան ընդդիմադիր եմ։ Բայց ես նաև հայ եմ, ունեմ արժանապատվություն։ Որևիցե մի երկիր, անգամ եթե մեզ շատ բարեկամ պետություն էլ լինի, Վրաստան, Ռուսաստան էլ ասենք, որին ուզում եք համարեք բարեկամ պետություն, ճագերտների մեջ, որտեղ մենք չունենք բարեկամ պետություն։ Ինքը իրավունք չունի մեզ թելադրելու, թե մենք ինչ ճանապարհով պետք է գնանք։ Եթե ես մի հատ sense հարց տամ, էլի, Խաչ ջան, չեմ անում ծիծաղամ, թե լացեմ։ Չէ, մի րոպե, համ ծիծաղը, համ լացի հիմա։ Հիմա հարց եմ տալիս քեզ եղբայր։ Ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի հետ հասարակ գյուղացին, որը այսքան ժամանակ ուղղվածությունը Ռուսաստանին բռնելով միլիոնավոր դոլարներ դրել է իր տնտեսության մեջ, այդ ֆերմաների մեջ ու զարգացրել է, որպեսզի արտահանի Ռուսաստան։ Հիմա ինքը փակում է այդ սովորական մարդու դեմ, ստեղ, որպեսզի ինքը սննգանա, ըստ քեզ, սննգացող ֆերմերը քլնգելու է Նիկոլ Փաշինյանի, թե Նիկոլը կարանա նենց անի, որ Պուտինին մեղավոր գտնի դրա մեջ։ Այ խնդրեմ, մի լացի ու խնդա։ Ես հիմա ասեմ, ուրեմնս խնդիրը նրանում է,
որ մենք ռացիոնալի տեղը էմոցիոնալ ենք մոտենում բոլոր հարցերին։ Ինչ նկատի ունեմ, քանի որ Պուտինը ներկայացնում է պետություն, խոսում է պետական մակարդակով, ինքը ժողովրդի հետ իրավունք չունի խոսալու։ Դա կլինի հենց միշատելստվը վիբրի եւ այլ, ինչ-որ արեմուտքը կօգտագործի եւ բան։ Ինքը պետական այր լինելով խոսալու է քո ընտրած էնել երրորդ անգամ պետական այրի հետ։ Ինքը օգտագործելու է այն ռիչակները, որը ինքը լեգիտիմ պետականորեն ունի քո պոլիտիկան ընդունելու կամ չընդունելու։ Այսինքն ինքը կարա սիրի Պամիդորով հայ ազգին, հա այո, ձգով պամիդորով այո։ Խաչիկ ջան, հիմի ես ոչ պատասխան կտամ, ոչ դու։ Այդ տղեկը հիմի սննգանում են։ Օրը ամեն օր սննգանում են։ Բոլորը նկատում եք, բայց որևէ անգամ ես որ մեկիցը չեմ լսե, որ քննադատեք, ինչի է սանկցիայի տակ մցրե Պարսկաստանին այդ ժողովուրդը տուժում է, ինչի մցրեց Ամերիկան սանկցիայի տակ Իրաքը, որտեղ 1 միլիոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվարկով մանուկ երեխեք մահացան սովից սանկցիաների պատճառով, որ դեղա միջոց չէր հասնում, ոչ թե Պարսկաստան ինձ ինչ։ Ապրես, եթե դու այդ ձև ես ապրելու ես մոլորակի վրա, որ մենակ քո դարն ես քաշում։ Առաջինի իմը։ Ապրե, բայց եթե դու այնտեղ չես խառնվում, քեզ դա չի անհանգստացնում, գալու է քո գլխին։ Եղբայր, ես հարց եմ տալիս։ Ու կողքից էլ մյուսներն են լինելու Ռուսաստանի Դաշնության անտարբեր։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը որոշում է կայացրել ինչ որ միջադներ, ինչ որ բաներ գտնել մեր ապրանքի մեջ, մենք լավ հասկանում ենք, բավականին ճամփա անցած մարդիկ ենք, որ հասկանանք, որ սա ինչ է։ Սա սանկցիա է, կոնկրետ ուզում են իշխանությունների դեմ մարդկանց ջղայնացնել, բայց հակառակ պատկեր ենք ստանում։ Մենք ունենում ենք տնտեսության անկում։ Պատկերը Ամերիկան էլ լիքը սանկցիաներ արեց, բայց վերջում ավելի իր կներես ցաված։ Խաչիկ ջան, լավ, արի sense։ Այսինքն այդ սանկցիաները այն զենքը չեն, որ 100% աշխատում են, կարա ռևերս էֆեկտ։ Միջև ես ջախբեր։ Ես մարդ եմ ճանաչում, անձամբ քեզ կարան ծանոթացնեմ, որը ունի ձգնորսության ֆերմա, շատ մեծ ֆերմա։ Ինքը ուղն ու ծուծով ռուսամեդ է։ Հա, ես քեզի բայց հայա հասկացա, բայց ես թողեմ դու հարստանաս, որ Նիկոլի բուջեն փող մցնես, որ Նիկոլն այդ բուջեով իր արևմուտքի գործը անի։ Հիմա ես չեմ թողելու։ Չես թողնելու։ Ուրեմն բարի եղի։ Հայաստանի Հանրապետության ինչը ռուսական թևը ներկայացնող ընտրությունների ժամանակ մարդկանց այդ հին մերելներին շատ կներ քաղաքական մերելներին մի բեր ժողովրդի վզից նորից ուզեցի կախես։ Եղբայր, եթե դու պահանջում ես Ռուսաստանը հմուտ ձևով ոնց որ անգլոսաքսոն սիոնիստներն են կարում խաղալ պոլիտիկա, այո, համաձայն եմ, ռուսը տապորով ժողովուրդը որ իզբուշկա սարքում էր տապորով, հիմա էլ իր պետությունը նույն տապորով սարքող։ Ինքը չունի այդ հմուտությունը, այդ ես մեղավոր եմ։ Մեղավոր չես, բայց դու եթե երկրի ղեկավար ես, խոսքը գնում է մեր պետական այրերի մասին, դու պետք է ոչ թե փողոցից եկածել ես պոպուլիզմի հետևանքալ, դու պետք է աստիճաններով աճած դիպլոմատ, պոլիտոլոգ, ֆինանսիստ, որ դու հասկանաս, որ երկրը ինչ խայսյատ ունի։ Գործ ունենք ռուսի հետ, նա տապորով։ Բայց ինքը ծրագրով եկել է Ռուսաստանը մեզ ծանջատելու։ Դու պահանջում ես, որ Նիկոլ Փաշինյանը եկել է գրագետ ձևով Հայաստանը փոգի Ռուսաստանից, այդ որոշ չենք հասկանում։ Բայց Ռուսաստանը տապորով աշխատելով էս մարդու ձեռքը խի է ջոկեր տալիս։ Հիմա ինքը Պերյամո այդ մարդկանց քարոզա տանում, տեսեք Ռուսաստանն ինչ ինքը դա ջոկեր չի համարում, քեզ է թվում ջոկեր, իր համար էդի այն պատճառն է, որ ինքը կարենա վաղը, նույն ձևի ոնց որ Կարմիր բանակը մտավ Սյունիքը, հազիվ նժդեն փրկում էր Թուրքից, երրորդ ալիքը թուրքական կանոնավոր բանակ կար, էլ չէինք կարենալու, պայենք նժդես, որ այսօր նույն սոցցանցերում նժդեի նկարը դրած ազգասեր հայս արևմուտք կա
առանցում Նժդեն որոշեց, որ ավելի լավ է բանակցեմ Ռուսի հետ։ Սյունիքը պահանջեմ մնա Հայաստանի տարածքում ու հանձնեմ Սյունիքը այդ Կարմիր բանակին, որտեղ գոյն է հայ զինվորներ կան մեջը, այդ նույն կոմիսարների մեջ, որ Բաքվից եկան։ Քանց թե թողեմ Թուրքին մնասա։ Ինչ անենք, Խաչիկ, մարդիկ սննգանում են, ախպեր։ Միլիոնավոր դոլարներ վարկով, ես գիտեմ, վարկով վերցրել բերել են։ Իրանք չեն գնացել, Չինաստան չեն գնացել, իրանք Ռուսաստանի վրա, ախպեր։ Ուղղվածությունը սաղ նալատկա արած, հետ Ուկրաինայի ճանապարհն ես բռնում, ուզում ես որ քեզ չպաջեն։ Ո՞վ է բռնում, այդ մարդը ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը ինչ կապ ունի սրանց հետ։ Լավ, ամեն ուկրաինացի կապ ուներ Զելենսկիի պոլիտիկայի հետ, որ տուժեց։ Քո կարծիքով որ բոմբա անգնում նայում ասում Հայաստանում այս մեկը Դոնբասի կողմից էր բոմբը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կամ ռուսաց լեզվի դեմ որևիցե մի քայլ արվել է Մանդրից կարվի չի արվել առայժմ, բայց այն ամեն ինչ անում է Վլադիմիր Պուտինի կառավարությունը Հայաստանում իմ նման մարդիկ են դառնալու հագա-ռուսական։ Ես կասկած չունեմ, որ հենց դրա վրա էլ աշխատում են, հենց դրա համար էլ դեռ մենք կուլմինացիայի չենք հասել, որովհետև ես դա տեսել եմ եւ Ուկրաինայում, եւ Վրաստանում վառ օրինակ էս վերջերս, որ Արսանիկի համար Պրինցեսին ռուսերեն խոսալու համար վերջնել իմացան ուկրաինացի են սկի ռուսել չեն։ Այսինքն դա գալիս է ստե, դա վաղը ստեղա լինելու։ Փողոցում թուրքերեն խոսալը ձեզի լինելու անգլերենի պես պրիատնի, բայց որ ռուսերեն խոսացին, ոնց առաջ իմ թուրքերեն էին խոսում գժվում է, այդ ձևի հիմա մեր համար ռուսերենն է դառնում։ Մանդրից է տենց առաջ չի լինում։ Չէ, Խաչիկ ջան, ես կրթությունը ստացել եմ Ռուսաստանում։ Դրա համար դժվար է միանգամից մեր մեջ ատելություն սերմանել, բայց իրանց մոտ այս վերջի 20-30 տարվա մեջ ստացվավ Թուրքին, որը մեր մայրերին մորթել է, համարել ավելի լավ, քան թե ռուսը, որը երբեք մեր կանանց մատով չի կպել։ Նույնը ասեմ քեզ, դա նույնպես Ռուսաստանի Դաշնության սխալները ու տապորով աշխատելու հետևանքների պաշտպանը չեն։ Չէ, տեսեք, իրանք տապորով աշխատող են, իրանք թերությունն է։ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության քանի տոկոսն է կրթված։ Ու քանի տոկոսն է հասկանում, թե այսօր ինչ է կատարվում իրականում։ Այսօր համեմատ սովետական շրջանի շատ քիչ են այո կրթվածները։ Ով մնացել է սովետի հետևանք։ Ստամոքսով առաջնորդվող մարդկանց քանակը ինչքան է շատացել Խաչիկ։ Կապիտալիզմ, արևմուտք։ Մերն է, ինքը լավն է, վատն է, մերն է։ Ու իմ ու քո նման մարդիկ պետք է ամեն ինչ անեն, որ թեկուզ եւ ես օրինակ քեզ ճանաչում եմ որպես հայ կոպիտ պատասխան պատրաստ ես լսես։ Մի րոպե ասեմ։ Կոպիտ պատասխան լրիվ հասկացա։ Այս թևը իմն է։ Չէ՞։ Կամ այս ոտը ին վրա եմ ցույց տալի։ Գանգրենա է։ Ասեմ իմն է ու փորձեմ փրկեմ, թե կդրեմ գցեմ մնացածը փրկեմ։ Չէ, գանգրենա է, թե փրկություն չկա դեր գիտությունը չի հնարեց է, որ գանգրենա։ Ախ նախ առաջինը ինչ է թողել, որ ինքը գանգրենայի է ասել։ Որովհետև թշնամին կրակ է վիրավորել է։ Ախպեր վիրավորման ժամանակ է անցել, չէ՞ վիրավորումը։ Տեխնոլոգիաների հաշվին մեր երկրում կարեցան սերմանեն ռուսաֆոբիա։ Խաչիկ ջան, ես Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանից բացի տարածաշրջանում աշխատելու տեղ չեմ տեսնում։ Դե ուրեմն նայի, մենք պետք է աշխատենք այդ երկու պետությունների հետ, բայց երկու պետությունները պետք է հասկանան, որ Հայաստանը նույնպես ունի շահեր։ Հիմա երկուսս տեղ համաձայն ենք, ճիշտ է, դա է մեզ միացնում։ Դե տարածաշրջանում ով կարա Ինչն է մեզի վերջնի հակասության տանում վիճաբանության, որ ես հասկանալով, որ դա է սիտուացիան, նույնիսկ ընդունելով ռուսի տապորով աշխատելը դուրս չի գալի, ես այդ տապորով աշխատելը չեմ ամեն անգամ հիշացնում ժողովրդին, որովհետև դա շեղում է, մենք սկզբից եկեք որոշենք, որ ստեղ մեզի իրոք թողել են տուպիկ, յա Ռուսիա, թուրք, կողնորոշվենք ռուսնա թե թուրքնա, որը իմ համար մտածելու թեմա չկա։ Բայց ինչ ես դու դες ասում։ Հայի որոշումն է, որովհետև կրկնում եմ, ես եմ Խաչիկն եմ։ Հենց կոպիտ ասեմ։ Ամուսնանալ, սերունդ, երեխա ունենալ երկրորդ մարդու կարիք կա։
Հա երկրորդ չէ, կարող է շատ կնես շվեդսկի սիմիա եղնի։ Չէ, դե մենք դրան դեմ ենք, եթե շվեդսկի սիմիա, ապա Եվրոպա, այո, բայց ես կրկնում եմ, որ դա մեր արժեքները չի։ Մի րոպե։ Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը ունեն իրանց սեփական շահերը։ Իրանք սպասարկում են իրենց ազգային շահերը։ Ինչու մենք պետքա սպասարկենք այլ երկրների սեփական շահերը, եթե մենք ունենք մեր սեփական շահերը։ Պետքա, եթե խելացի համակցենք իրանք շահերը մեր շահերի հետ։ Աշխատելու դեպքում անենց անես, որ համընկնի քո շահերը իրանք շահերի հետ։ Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տալիս, որպեսզի դու համակցես։ Ասեմ ինչու։ Իրանք ունենալով պատերազմ, ունենալով մեծ զոհեր, ունենալով այսօր խնդիրներ, որ խփում են իրենց։ Բայց կան հասկանալով դու իրանից քեզ է դիպանում։ Դե իր պրոբլեմն է, եղբայր, իր պրոբլեմը չի։ Դե էլ քո պրոբլեմն է։ Եթե դու կարում ես 3 միլիոնոց Հայաստանը եկար ատոմային դերժավա հարությունն ասես դա քո պրոբլեմն է։ Քեզ նեղանում որ ինքն էլ քեզ ասում։ Մեդվեդևի ասած կներես որ եթե իր պրոբլեմն է, թող քաշվի գնաս դե։ Որ հարցում քո պրոբլեմն է ասելով, որ դու ասում ես Նիկոլ Փաշինյանի երեսից խիա ժողովրդին ձուկ աճեցնողի մյուսին ցավացնում, այդ առումով եմ ասում։ Ինք ասում է քո պրոբլեմն է Նիկոլին ճամփորդիր։ Ես էլ քո ճանապարհդ բաց եմ։ Ուրեմն նայ։ Դու եթե ինձի պետք է ստիպես իմ հետ թշնամաբար վերաբերվող քո կառավարությանը ես աշկ փագեմ քո ձգնորսական ֆերման, որ այո իմ ժողովրդին էլ ասանելու ավելի լավ քան այդ Եվրոպայից վերածը, բայց սա պոլիտիկա է։ Ես դեմ եմ, Խաչիկ ջան, որ որևիցե մի կառավարություն շանտաժի լեզվով խոսա հայ ազգի հետ։ Սա ազգի հետ է ինքը։ Քո հետ Եվրոպան ոնց է խոսում։ Կներես։ Եվրոպան իմ համար փակված թեմա է։ Ես Եվրոպայի հետ գնալ, ինչ որ այդ ֆանտաստիկ բան ժանրերին չեմ հավատում։ Այստեղ Եվրոպան, ասեմ մի րոպե, Եվրոպային գնում, դա նշանակում է դու մտնում ես Վիլիկի Թուրանի մեջ։ Թելադրությունը ընդ է ավելի շատ քան ռուսը։ Իմ համար Եվրոպայի գաղափար, որ մենք կդառնանք եվրոպական երկիր, դες բան գոյություն չունի։ Ես ժամանակ ավելի թելադրող չկա։ Ժամանակ չեմ ծախսի հավայի շանկաներեք։ Այդ թեմաների վրա։ Ես ուրիշ, հա, բայց Ռուսաստանի Դաշնությունը չի կարա ինձ ասի դուք պետք է սնենգանաք, որ հասկանաք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։ Այդեն չեն աշխատում, Խաչիկ։ Չի ասում, մարդը պարզ ասում է ազգը։ Հայ ազգին, քեզի իշմարա տարի։ Դրա համար սեղմում է տնտեսությունը։ Մի հատ պատասխանս լսի, պահանջեք այս ապիկար կառավարությունից ռեֆերենդում, ցույց տվեք ինձի, որ դուք իմ այդ թշնամի չեք։ Մենք էլ դրա կարող եմ մի հատ երկրորդ օրը պահանջի, որ մենք Սամվել Կարապետյանի մեզի վարչապետ դնենք։ Ինձ թվում է որ ինքը դի պահանջեր, արդեն կպահանջեր։ Արդեն պահանջում էր, էլի ասում էր։ Ես դա չտեսա։ Կրեմլիում Փաշինյանը դա ասում էր։ Լավ, դա մի կողքի դնեմ։ Ես ընդհակառակը կարամ ասեմ, հիասթափված եմ, որ ինքը ինչ որ միտեղ Նիկոլ Փաշինյանը ունենալով համեմատություն թուրքերի կամ ռուսների հետ, անգամ ամաչում եմ համեմատություն տանելու, որովհետև չկա որևիցե մի եզր թուրքին ինչ որ մեկի հետ համեմատելու որպես թշնամի։ Ուրեմն որ համաձայնենք, արեք, մենք կիրթ աշխատենք ռուսի հետ։ Ես ռուսը ճիշտ աշխատի իմ հետ, եղբայր։ Այսօր ես ռուսին ավելի շատ պետք է։ Ոչ, այսօրվա պարագայում Ռուսաստանը ավելի շատ Հայաստանի կարիքն ունի, քան Հայաստանը Ռուսաստանի։ Ռուսաստանը Հայաստանի տարածքը իրան լոյալ լինելու կարիք ունի, հայ ազգի։ Տարածքի մասին չի մենակ խոսքը։ Շատ բաների, որ ես չեմ կարող հաղորդման ժամանակ ասեմ։ Չի փոխում։ Ուրեմն ես հենց Եթե առաջ սովետական շրջանում մենք ունեինք շատ լավ ինստիտուտներ, մենք տալիս էինք Ռուսաստանին գիտնականներ, այս 30 տարվա մեջ այդ բոլորը դարավ փոշիացավ։ Ոչ միայն Նիկոլի մեղքով, դա էլ ասեմ։ Հասկանում ես, փոշիացավ մենք այդ արժեքը որ ունենք, որ մեր Մերգելյան ինստիտուտ, մյուս երկակի ստանդարտները, Խաչիկ ջան, երկակի ստանդարտները աշխատում են թե ռուսների կողմից, թե արևմուտքի կողմից։ Հայաստանի ում կողմից չի աշխատում։ Չէ, մի րոպե։ Ես անկեղծանամ, որ նույն բանը իմ երեխեն է անում, փորձում եմ ինչ որ միտեղ ուրիշ աշկով նայեմ, ուրիշ երեխեն է նայում շատ ավելի ջղային ձևով։ Հիմի տես, Խաչիկ։ Այսինքն երկանքի ստանդարտը նոր բան չի։ Ես կասեմ իմ կարծիքը, դու ասա քո կարծիքը։ Դրանում է հենց ծնվելու իրականությունը։
Այսինքն մարդիկ եզրակացություն անելով իրանք իրանցն են ունենալու միտքը, թե ով ինչ ասեց։ Ես հենց հիմա լինելով Նիկոլ Փաշինյանին հակառակ բևեռի քաղաքական դաշտում մարդ իր անդիմադիր է, բայց այսօր այս մեր կառավարությանը կոչ եմ անում ամեն ինչ անել, որպեսզի այս տնտեսությունը չսննգանա, անգամ կոչ եմ անում մի հարգը բարձրացնել ամբողջ Հայաստանով 1-2%-ով, որպեսզի այդ գումարի շնորհիվ այդ տնտեսություններին տրվի առանց տոկոսի գումարներ, որպեսզի իրանք մնան բանի վրա։ Ոչ մի պետություն, անգամ բարեկամ ձևացող կամ միակ հույս, ոնց որ սաղն են ասում, Ռուսաստանի Դաշնությունը չէ, Ուկրաինա չէ, Իրան չէ, ով ուզում ալնի, Ամերիկա չի, Եվրոպա չի։ Վերջը հասկանալով էր, որ այս ինչքան կարամի ոտքեր ես երկարացնեմ, Խաչիկ ջան, մենք վերջը ազգ ենք, ժողովուրդ ենք ու մեր այդ լեզվով խոսալ, այդ նույն սննգացվող մեր տնտեսությունները, եթե մենք այսօր ձեն չանենք հասարակ քաղաքացիներս, վաղը մենք ենք դրա տուժը տանելու։ Մենք պետք է ազգովի պահենք, պետք եղավ 90-ականների պես մուտուլ ցուրտ մի քիչ անցնենք, բայց ալտերնատիվը կգտնենք։ Ռուսաստանը թող հասկանա, որ եթե մեզ կողեցին տուպիկ, մենք կգտնենք երկ։ Մենք չենք վերանալու։ Այն ճոճվող, Տատևի ճոճվող բանը գիտես, չէ՞։ Այո։ Գարեգին Նժդեի խոսքերը գիտես, չէ՞։ Այո, ասում է, որոդի նայում ես, ինքը հա, հեսա բլվում է, դա հայ ազգի հայ ճոճվելու համար է, սա, որ մենք էլ այդպես կճոճվենք, Խաչիկ ջան։ Կճոճվենք, Սվյատա մեստը пустым не бывает։ Ես չեմ ուզում Ռուսաստանը մեզ քշնամի դառնա։ Пустым на 1000 лет այդ մտածելակերպով 1000 տարի պետականություն չունեցանք, եթե ոչ ավել։ Այդ ձևի մտածելով, դա մանկամտություն բառը չի սազում, նաիվնի բառը հայերեն ոնց է։ Ինչ է նկատի ունես դա, որ չենք ցարի դեմ է խոնարհվում։ Չէ, ոչ թե չենք խոնարհվում։ Բա ինչ։ Թողամ իմ հայս պարտքերի մեջ դառնա 0, բանկրոտի մեջ գնի, ինչ է Պուտինը ուզում է Նիկոլ Փաշինյանի մենք անենք։ Հա, դա ճիշտ իրա ճամփ։ Նայ դու ճիշտ թեմաներ ես բռնում, բայց վերջը գցում ես ոչ ճիշտ հասիատիրոջ գրբանը։ Ինչի նկատի ունեմ։ Այդ համակարգը հենց արևմուտքից եկած ճորթացնելու համակարգն է, բոլորին վարքի տակ կոխել, հետո էլ խոչընդոտ ստեղծել, որ եղած-չեղածը ծերիցը խլեն։ Կարող է։ Ոչ թե կարող է, ես Ամերիկա 65 տարեկան եմ սա լինում, 3 անգամ արհեստական բանկային համակարգի հետ նույն սիոնիստական բանկստերներ ենք ասում, բանկստերների կողմից ստեղծված արհեստական նոր սերունդը ծնվում է, կրեդիտները բաժանում են, սկի չեն նայում աշխատավարձը, խափում ես, չես խափում, շատ բոլ տները ու սկսում է թանկանալ, $25,000 տունը աշկից դեմ դարավ 150,000, այդ թազա պակալենի վրա ծախում են, բումա դառնում 300,000, այդ նույն տունը 25,000-նոց հնացած, հետո մի հատ կրիզիս են ստեղծում, այդ կրիզիսի կլինի նավթի շուրջ, պատերազմի շուրջ, չգիտեմ, մի բան կանեն, ոնց որ են վերջի 2008 թվի կրիզիսը արին, այդ բանկերը մի հատ սաղի ձեռից այդ իրանց կադաստրի վկայականները խլում է, դու վրոձի տանտերեր, բայց դուս եկավ դու վարձով ապրող էր, ու հետո նորից մի ինքը բանկն է, իրա տունն է, իրա փողն է, դիմանում է, նոր պակալենին է ծնվում, գործ են ընդունում, կրեդիտ համակարգի մեջ են մտնում, կրեդիտները լավանում է, հիմա այդ 300,000-նոց տունը 600,000 արդեն գինը հետ է։ Խաչիկ ջան, հասկացանք։ Կներես, ես Ամերիկա ժամանակը վերջանում է արդեն։ Ամերիկա գնացի 76 թվի, մինիմում աշխատավարձը $3 էր ժամական, Հոլիվուդում 3 սպալնյանոց տունը $25,000 էր, նոր։ Այսօր անցել է դրա վրա 50 տարի, $3 15-ից $18 է ժամականը դառը, 5-ից 6 անգամ թանկացել, նույն $25,000 տունը 1 միլիոն արժի, արդեն 50 տարի էլ մաշած տունը։ Սա համակարգ է, որը եկել է արևմուտքից, դուք դրան դա գցում եք Պուտինի գրբանը։ Ես Պուտինի գրբանը չունեմ ոչ մի բան գցելու։ Ես հայկական շահերից եմ խոսում, որից որ դու էլ պետք է խոսաս, Խաչիկ ջան։ Հայկական շահերից ես չեմ ուզում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարության ոչ
ճիշտ քաղաքականության կամ ծրագրավորված քաղաքականության ես քոպես չեմ կարող մտածեմ, ես չեմ ուզում, իմ ուզենալով, չուզենալով չի, Ռուսաստանի եթե իմ Դաշնությունը պետությունը ճիշտ քայլեր չի անում, ակնկալեր թշնամուց, բարեկամից կամ որևէ մեկի ճիշտ քայլեր իմ հանդեպ, մանկամտություն է, նայվնիզմ։ Շատ լավ, ուրեմն ես հիմա մի հատ քո համար ծիծաղելի, բայց շատերի համար ոչ ծիծաղելի, որովհետև ովքեր շատ ավելի խորացված գիտեն ինչու է այսօր Հայաստանը ավելի շատ պետք Ռուսաստանին, քան Ռուսաստանը Հայաստանին, այդ մարդկանց իմանալով ես հիմա կասեմ, ուրեմն մեկ է պետք է հագադարձ սանկցիաներ անենք Ռուսաստանի դեմ։ Արեք, անենք։ Ու ավելի զգայուն կլինի Ռուսաստանի ինչ սանկցիա, օրինակ։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում ռուսական կամպանիաները չեն կարողանալու ներմուծել են այդ տեխնոլոգիաներ, որոնք հետո գնում են Ռուսաստան, որ Ռուսաստան ունենա պրոբլեմ։ Այսինքն սանկցիաների աբխոդից զրգենք իրանց։ Այո։ Բան չասեցի, եթե իրոք դա կիրառվում է ու իսկ չեմ վիճում հնարավոր է, որտեղ լազեյկա է, տարբեր բաներ կարող է քանակը չգիտեմ, այսինքն իրենք որ շատ է։ 2-3 երկիր կա, որ չերեզ իրենց այդ ռակետները բաները կարողանում են սարդավորեն սարքեն, որտեղ տեխնոլոգիաներ կա, որ իրանք չունեն։ Բայց ասեմ քեզի, արևմուտքը իշկանել ես իրա կողմից չեմ ես հարցում, ինքը ապուշ չի, այդ 3 միլիոնոց Հայաստանը եթե ներկրի իրա 3 միլիոնից լավ 2 անգամ ավելի 3, բայց ոչ Հայաստան 3 միլիոն 150 միլիոն Դրա մասին խոսվել է։ Այսինքն սանկցիայի համար ես ասում, արդեն ասում են, որ Հայաստանի կմտցնեն սանկցիաների տակ։ Աբրես, հիմա հարցը հենց դրանում է։ Մենք ինչ որ միտեղ օգտվում ենք, բայց հաստատ մենք չենք օգտվում։ Խաչ, բրզնում է, մեռնեմ ջանիդ, այս հենց ասեմ, որովհետև դու իմ ընկերն ես ավակ։ Հիմա քեզ հենց ասեմ։ Երբ որ ես Արցախում ունեի պրոբլեմ, մինիմումն եմ ասում, չեմ ասում ինքը արեց կամ բան, էդի կողքի եմ դնում։ Մինիմումն եմ ասում, ես մենակ եմ եղել։ Հիմա ինքը SVO ունի, թող դա տաբալվի ոնց ուզում է։ Ին վեճս չի իր SVO-ն։ Ես չպետք է տաբալվեմ վադեղնեմ իր SVO-ի խաթր։ Եթե ինքը իմ եղբայրական գար իմ կողքը ամեն ձևի կաներ հայկական շահերի ու ռուսական հենց շահերի, այսօր Ռուսաստան ունի այն ինչ որ ունի Ղարաբաղի գործնելուց, դու ինձ լավ գիտես։ Ու գար կաներ իմ կողքս, չնայելով ոչ մի միջազգային ինչ որ բաների, որն որ ինքը այսօր անում է, ոչ մի բանի չի նայում, ոչ մի միջազգային գրանիցը չի նայում։ Գար կանգներ ախպեր։ Ես այսօր փողածս կճղեի այդ SVO-ի համար։ Ասա ես սխալ եմ եղել։ Չէ, սխալ ու ճիշտի հարց չի։ Հարցը նրանում է, որ ես համաձայն չեմ, որ մենք կարանք մեր պոտենցիալով այն ձևի վնասենք Իրան, ինադը գնելով, համեմատ նրան ինչ ինքը կարա անի։ Այսինքն այդ նույնն է, որ իմ պստիկ թորս ինձի սպառնի, հա, կարա ինքը ինձի էլ չսիրի, ամենավատ բանն լի իմ համար, որ էլ իմ ամենասիրած թորը ինձ չի սիրում, բայց հաստատ տարբեր ուժերի մարդիկ են, փուլը իրավունք ունի պաշտպանվելու, թեկոս միացիլը, բայց ինքը կուտա, գիտի որ ծեծվելու է, գիտի որ իրան ջարտելու է, բայց մի հատ այնց թատալոշ կդա։ Միշտ հիշեք մեր պապերի խոսքերը, մեր հենց այդ նույն բասնյաները, առակները, ազգային այդ մեր պապական եկած խոսքերը ուժեղի մոտ միշտ էլ թույլն է եղավոր, ցավալի է, բայց տենց է։ Դե մենք ներսում, գոնե մենք ներսում չպետք է պաշտպանենք նրանց, ովքեր ուզում են սովորական հասարակ քաղաքացիներին բանկրոտի տանել, ես չեմ պաշտպանում։ Դու խոսքի մանիպուլյացիա է դա, ինչի, որովհետև ես այսօր կարևորագույն եմ գտնում ժողովրդից չկարենա արևմուտքը խափի, իրա միակ, նա եսա որն է, դու գնում ես լոդկով օվկիանոս ու քեզի այդ պստիկ լոդկի մեջի մարդուն համոզացրել են, որ հանգարց կլոր բան գցեն, որը չի սկում, դա տաբույա, դա կեղտա, դրան չկպնես, բայց դա միակ բանն է, որ քեզ փրկելու է։ Շատ լավ, Խաչիկ ջան։ Այսօր մեզ համոզել են, որ ռուսը այդ տաբուն է, ժամանակը բրձավ, կեղտն է, ու մենք էլի եմ կրկնում, ռուսը կեղտ չի։ Հենց իմ նման մեկը քեզ հիշացնում է, որ միակ սպասածելնի կրուգը այսօր դա հենց Ռուսաստանից է գալի։ Ծակ
Ռուսաստանի երեսից կորցրել եմ Արցախ, կորցրել եմ Արևմտյան Հայաստանի մեծ մասը, կորցրել եմ Աղբեջան, Արարատ լեռը։ Ես շատ բան կարամ մինուս ասեմ, պլյուսներն է կարամ թվարկեմ, թե ինչ եմ ունեցել։ Կարամ ասեմ ես էլ։ Ես եմ Ռուսաստանն եմ, չէ՞։ Չէ, մի րոպե վերջանում է։ Իգիթյանի պես հայի պատճառով ես կորցրել եմ 14 ռեսպուբլիկա։ Շատ լավ, Խաչիկ ջան, շնորհակալություն, որ մեր մոտ հյուր եք արկա։ Էլի, եկեք արդար լինենք, մենք մի կոման ենք Խաչ ջան, վերջացավ հաղորդումը, ուրեմն հարգելի հետևորդներ ջան, ես ոչ մի բան չեմ կտրում, աբսոլյուտնի, սաղ հետումա ոնց որ կա։ Մենք տաղավարը շուտով փոխելու ենք, ավելի մեծ լայնարձակ տաղավար ենք գնալու, որտեղ հյուրերը կարան լինել ավելի շատ, քան 1 կամ 2 մարդ։ Շնորհակալություն, որ մեր հետ եք, շնորհակալություն, որ կոռեկտ եք, այ թող կոռեկտ մեկնաբանություններ գրի գիտագից մարդը, իսկ դու անգիտագից, որ ուզում ես հենց հիմա գրել ոչ կոռեկտ արտահայտություն, ես քեզ կպատասխանեմ, լավ մնացեք։ Ես էլ շնորհակալ եմ, ինձ թվում է եւ հույսով եմ ինձ հասկացան,